Բարև ձեզ, սիրելի ընկերներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի Արթուն ենք շարժման հետևորդներ, վերջին մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիրների կողմից տարբեր տեղերում, տարբեր հարթակներում, տարբեր լրատվամիջոցների միջոցով փորձեր եղան հակադարձելու իշխանափոխության միակ հնարավոր տարբերակի իմպիչմենտի օրակարգին, նախ ասեմ, որ մենք ընդհանրապես դեմ չենք, որ բովանդակային հակադարձումներ լինեն, բովանդակային քննարկումներ լինեն, ցանկացած բովանդակային քննադատություն, ցանկացած հակադարձում ինքը ավելի է ուժեղացնում մեր դիրքերը, որովհետև եթե ինչ-որ մեկը ինչ-որ սրտացավոր են իշխանափոխություն ուզելով ենթադրենք, տենց կանխավարկածով գնանք, մեր օրակարգը քննադատում է ինչ-որ տենց բացեր է գտնում եւ այլն, դա մեզ տեղիք է տալիս, տեղիք կտար, եթե տենց բան լիներ, որ մենք վերանայենք մեր ինչ-որ մոտեցումներ, դրանք ավելի ուժեղ դարձնեինք, ավելի ամրացնեինք իշխանափոխության մեր գործընթացի այդ ճանապարհը ու մի խոսքով դա մեզ ավելի կուժեղացներ եւ մենք վերջին 1 ամսվա մի քիչ ավել ժամանակահատվածում ուղղակի ունկած փնտրում ենք հրահրում ենք երբեմն նաեւ այո բովանդակային քննադատության ինչ որ նյութ գտնելու համար բայց ցավոք սրտի առ այս պահը որևէ բովանդակային հակադրում, հակադարձում իմպիչմենտին որպես իշխանափոխության այս պահին միակ հնարավորություն այդպես էլ տեղի չունենում փոխարենը մենք տեսնում ենք կանկանատես ենք լինում բազմաթիվ ստերի, ստախոսությունների, որոնք ըստ էության իրենցից ներկայացնում են հանցավոր անգործության արդարացումներ, մանկամիտ արդարացումներ, երևի չգիտեմ, իրանք շատ նիկոլական ոճի մեջ ստեր են, այսինքն ստեր են, որոնք երևի դրանց հույսը միակենն է, որ մարդիկ տհաս են, չեն հասկանում, հիշողություն չունեն, կամ ասեմ, չգիտեմ, ինչ որ իրանք ասածը կասեն, կանցնեն առաջ։ Ես որոշեցի այսօր արագ անդրադառնամ դրանցից մի քանիսին կետ առ կետ։ Սուտ համար առաջին, որը հնչում է ընդդիմադիրների շուրթերից։ Իմպիչմենտի համար, իմպիչմենտի process-ը սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Կրկնում եմ, իմպիչմենտը սկսելու համար, դա այդ սուտն է, էլի, անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Դա ուղղակի հրեշավոր սուտ է։ Իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ է ըստ սահմանադրության ընդամենը 1 падգամավորի ստորագրություն։ Կրկնում եմ, ընդամենը 1 падգամավորի ստորագրություն անհրաժեշտ։ Այս պահի դրությամբ 107 падգամավորներից որևիցե մեկի ստորագրությունը առկա չի այն պարզ պատճառով, որ իմպիչմենտի գործընթաց ընդհանրապես չի սկսվել ու չկա, գոյություն չունի։ Բայց մեր այսպես կոչված ընդդիմադիր կամ այդ դիրքերից հանդես եկող падգամավորները կամ ընդդիմադիրները իրանք արդարացնելու համար իրանց հանցավոր անգործությունը Նիկոլ Փաշինյանի այդ հանցակից լինելու իրանց միգուցե նաև այդ ենթադրությունն էլ կարանք մենք ունենանք հանցակից լինելու փաստը որպեսի չսկսեն իմպիչմենտի գործընթաց փորձում են ժողովրդին խաբեն, որ իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Դա այդպես չի։ Կրկնում եմ, իմպիչմենտի գործընթացը սկսելու համար, պաշտոնապես մեկնարկելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 падգամավորի ստորագրություն։ Հետևաբար այս հատվածը խնդրում եմ կտրեք, որ մի падգամավորը կամ ընդդիմադիրը, որ այս նման սուտը կտեսնեք, խնդրում եմ այս տեսանյութով ու այս արգումենտով անպայման հակադարձեք այդ հիմարագույն ստախոսությանը։ Հաջորդը ընդդիմադիրները մեզ տարբեր եթերներից պատմում են հեքիաթ, որ նախկինում, այսինքն վերջին 7 տարվա ընթացքում
եղել են impeachment-ի փորձեր, սակայն դրանք բոլորը տապալվել են։ Սա եւս հրեշավոր սուտ է, սա նույն արդարացումների շարքից է, որ ընդդիմադիրները անում են, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը այս պահի դրությամբ։ Երբևէ վերջին 7 տարում Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարում երբևէ impeachment-ի գործընթաց նախաձեռնված չի եղել եւ չի իրականացվել։ Եղել են տարբեր խոստումներ, եղել է խոսույթ, այդ խոսույթը ակտիվացել է 2022 թվականի օգոստոսից։ Տարբեր հարթակներից, տարբեր շարժումների, այսպես հարթակներից եղել են նման ակնարկներ, խոստումներ, եղել է նույնիսկ մի հատ անամոթագույն ստախոսություն, երբ 2022 թվականի սեպտեմբերին ժողովուրդը ինքնաբուխ կերպով հավաքվել էր բանի մոտ, ազգային ժողովի մոտ, կներեք, երբ ժողովուրդը ինքնաբուխ կերպով հավաքվել էր ազգային ժողովի դիմաց, սեպտեմբերին 2022-ին, մեր ընդդիմադիրները չամաչեցին եւ սուտ խոսացին այդ ժողովրդին, հրապարակային ստեցին, ասացին, որ հենց հիմա իրանք սկսել են impeachment-ի գործընթաց, ստորագրել են impeachment-ի թուղթը եւ գործընթացը սկսված է։ Դա սուտ էր, իրականում ոչ մի գործընթաց տեղի չէր ունեցել, գործընթաց չկար, հետեւաբար չկար impeachment-ի թուղթ եւ հետեւաբար, եթե չկար impeachment-ի թուղթ, չէր կարող լինել այդ թղթի տակ որևիցե ստորագրություն։ Դա ըստ էության մի նպատակ ուներ այդ պահին մարդկանց հուզված այդ կրքերը հանգստացնել ու ես ենթադրում եմ տուն ճամփել, որովհետև այդ փողոցը հավաքվել էր ինքնաբուխ եւ ըստ էության ընդդիմության կողմից չէր կառավարվում, իսկ անկառավարելի փողոցը ընդդիմության համար շատ վտանգավոր փողոց է, որովհետև այդ նույն փողոցը կարա հանգիստ իշխանության հետ միասին ճամփի տուն նաեւ անգործ անպտուղ ընդդիմությանը։ Հետո impeachment-ի մասին խոսույթները լռեցին, սրբազան շարժման ժամանակ կոչ եղավ, որ հայտարարվեց, որ impeachment-ն է բանը, գործընթացի ավարտը, սակայն դա մնաց միայն հայտարարություն։ Մեր ընդդիմադիրները իրանց երեսը փրկելու համար ազգային ժողովում նախաձեռնեցին մի հատ անիմաստ գործընթաց, ինչ-որ հայտարարության տեքստ եւ այլն, բայց այդ սրբազան շարժման շրջանակում է խոսքը գնում, բայց նույնիսկ այդ ժամանակ impeachment-ի գործընթաց տեղի չունեցավ, չսկսվեց նույնիսկ, չսահմանավորվեց, այսինքն impeachment-ի գործընթաց, հարգելի հայրենակիցներ, երբևէ Հայաստանում չի սկսվել, չի նախաձեռնվել ընդդիմության կողմից։ Հետևաբար այն ընդդիմադիրները, ովքեր ձեզ կփորձեն համոզել, որ նախկինում եղել են impeachment-ի փորձեր, սակայն դրանք տապալվել են, այդ ընդդիմադիրը ուղղակի ստախոս է։ Հաջորդը, ժողովուրդը դուրս չի գալիս։ Այս թեզին նաև կպցնում եմ հետևյալ թեզը, ես լսեցի, որ ընդդիմադիրներից մեկը ճոռոմաբանում էր եթերում, ասում էր, որ ժողովրդին դուրս բերելու process-ը ինքը ամիսների աշխատանք է եւ այլն։ Նախ դա այդպես չի։ Օրինակ նույն 2022 թվականի սեպտեմբերին մարդիկ դուրս եկան փողոց ինքնաբուխ, այսինքն մի քանի ժամվա մեջ գեներացվեց այդ փողոցը առանց որևէ ընդդիմադիր հատկապես падգամավորի աջակցության, օգնության ու այդ ամիսներ շարունակ այսպես կոչված գեներացվել։ Այդ ամիսներ շարունակ պատրաստված փողոցները տեսել ենք մի քանի անգամ։ Դրանք սովորաբար վերածվում են կուսակցական բացօթյա ժողովների, սեփական կուսակցության գովասանքների, փառատոնների, սեփական անձի կարևորությամբ լցված միկրոֆոն գրկած ինչ-որ միկրոֆոն գզողների, ներողություն այս բառի համար, եւ սովորաբար դրանք ավարտվում են անարդյունավետ, որովհետեւ դրանց որպես վերջաբան չի լինում որևիցե իրավական գործընթաց, օրինակ impeachment։ Իսկ հավաքվում են զուտ հավաքվելու համար։ Սահմանադրությունում չկա այդպես կետ, որ impeachment-ի իրականացման համար անհրաժեշտ է ժողովրդի ներկայությունը փողոցում։ Իհարկե, ռացիոնալ դաշտում ես եւս ասում եմ, որ ժողովրդի ներկայությունը փողոցում դա այս պահի ռացիոնալ իրական դաշտում դա պարտադիր է։ Սակայն падգամավորը չի կարող արդարացնել իր
ստորագրություն չտալը, իր կողմից impeachment-ի գործընթաց չնախաձեռնելը ժողովրդի արկայությամբ կամ բացակայությամբ։ Impeachment-ի գործընթաց սկսելը յուրաքանչյուր падգամավորի անձնական, անհատական որոշումն է։ Դրա հետ կապ չունի ժողովուրդը, բացարձակ կապ չունի ժողովուրդը։ Այնպես որ սեփական անգործությունը բերել նորից կրկին գցել ժողովրդի գրպանը, դա ոչ այլ ինչ է, քան ստախոսություն։ Հետևաբար մարդիկ падգամավորներին, այս մասը միայն падգամավորներին է վերաբերվում, падգամավորները, ովքեր իրանց անգործությունը, իրանց անվստահություն չհայտնելու անբացատրելի, այսպես ասեմ, երևույթը փորձում են արդարացնել փողոցում մարդկանց բացակայությամբ, դրանք իմ կարծիքով, այստեղ արդեն նաև ձեր կարծիքն էլ կարելի է լսել, ուղղակի ստախոսներ են, որովհետև impeachment-ի գործընթացը չի նախատեսում, որ մարդիկ պետք է հավաքվեն փողոց, որ նոր մեր կողմից ընտրված падգամավորը ստորագրություն դնի։ Չէ՞ որ այդ падգամավորը ձեզանից քվե է մուրացել այն նպատակով, միակ նպատակ դնելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Հետևաբար, եթե այդ հեռացման համար անհրաժեշտ է իր ստորագրությունը, բացարձակապես էական չի, իր համար էական չի, իսկ impeachment-ի process-ի համար այո էական է, падգամավորի համար էական չի մարդկանց արկայությունը կամ բացակայությունը փողոցում։ Եվ այս մասով մի հատ էլ բան կարծեմ։ Падգամավորները, ովքեր սովորաբար այդ փողոցի ժողովրդին գեներացնելու հարցը անդադ փորձում են բարձրացնել, իրանք փորձում են տպավորություն ստեղծել, որ այդ փողոցի գեներատորները այս երկրում իրենք են, եւ եթե իրենց մոտ չի ստացվում, եթե մարդիկ երես են թեքել իրանցից, հաշվի առնելով իրանց վերջին տարիների ուղակի անգործությունը, դա ուրեմն ոչ մեկի մոտ չի կարող ստացվել մարդկանց փողոց դուրս բերելու այդ գործընթացը, դա այդպես չի, դա եւս սուտ է։ Եթե ձեր մոտ չի ստացվել, դա ամենևին չի նշանակում, որ այլ որևէ մարդու մոտ չի ստացվելու։ Հաջորդը այս թեմային զուտ բան կապնող։ Անհրաժեշտ է հանրային ճնշում, որպեսզի սկսենք։ Սա եւս սուտ է։ Հանրային ճնշում սկսելու համար բացարձակապես անհրաժեշտ չի։ Ինչպես սկզբում ասեցի, impeachment-ի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 падգամավորի ստորագրություն։ 1 ընդդիմադիր падգամավորի ստորագրություն ստանալու համար հանրային ճնշում բացարձակ պետք չի։ Իսկ եթե մեր ընդդիմադիրները պնդեն, որ դրա համար հանրային ճնշում է պետք, մենք անպայման կճնշենք այդ ընդդիմադիրին։ Եթե այդ մարդը ասում է եկեք ճնշեք ինձ, որ ես այդ ստորագրությունը տամ, մարդ չկա, ես կճնշեմ այդ падգամավորին։ Եթե տենց է դրած այդ հարցը, այսինքն այդ մարդը մազոխիստ է, առանց ճնշման ոչ մի բան չի ուզում անի, օքեյ, այդ ընդդիմադիր падգամավորի մասին է խոսքը հատկապես։ Խնդիր չկա, եթե այդ մարդը ասում է եկեք ճնշեք ինձ, որ ես ստորագրեմ, հարց չկա, կգանք կճնշենք։ Ասենք, հուսով եմ այդ ճնշման ցանկությունները չեն վերածվի տենց բանից կաշվից պլյոտկաներով, բաներով ճնշենք իրանց, որ իրանց պարտականությունը սկսեն կատարել։ Սա եւս մեծ եւ լկտի սուտ է, որովհետեւ իրանց անգործությունը, անգործության հետևանքները եւ անգործության այս кейսը փորձում են կրկին հանրության վրա բարթեն։ Այսինքն հանրություն եկեք մեզ ճնշեք, որ մենք ստորագրենք։ Այս նմանատիպ դեբիլություն ուղղակի ես չգիտեմ աշխարհում որևիցե այլ տեղ քաղաքականության մեջ լսել եք թե չեք լսել։ Հաջորդը մենք ամեն պահի պատրաստ ենք impeachment սկսելու։ Սա բազմաթիվ անգամ եմ լսել, ընդ որում տարիներ շարունակ։ Սուտ է, մեր ընդդիմությունը պատրաստ չի impeachment սկսելու։ Մեր ընդդիմությունը, կրկնում եմ, պատրաստ չի, ընդդիմադիր падգամավորից ոչ մեկը այս պահի դրությամբ պատրաստ չի impeachment սկսելու։ Պատրաստ լինել impeachment սկսելու, դա նշանակում է ունենալ impeachment-ի թուղթ իր ամեն ատրիբուտիկայով։ Առ այս պահը գոյություն չունի, նույնիսկ Ժորժ ջան, ուսում ձեզ բացատրեմ, որ հասկանաք։ Առ այս պահը գոյություն չունի impeachment-ի թուղթ։ Գոյություն չունի, այսինքն այդ ենթադրենք այս 3 տարում կարար ընդդիմությունը վերջի 3 տարում կամ նույնիսկ վերջի 7 տարում, հա, կարար ընդդիմությունը
այդ թուղթը, գոնե այդ թուղթը 4-5 տողանոց այդ թուղթը հավաքվեր ու գեներացներ։ Այդ թուղթը չկա։ Հետևաբար ընդդիմությունը ամեն պահի պատրաստ չի impeachment սկսելու համար։ Հետևաբար այն մարդը, ով որ ասում է, որ մենք ամեն պահի պատրաստ ենք impeachment սկսելու, նա ոչ այլ ինչ է, քան ստախոս։ Նա բացարձակապես իր ստախոսությամբ չի տարբերվում այսօրվա իշխանության գործելավոճից։ Նիկոլ Փաշինյանի ստախոսությունից այդ մարդու ստախոսությունը չի տարբերվում։ Հիմա եթե մարդկանց մի հատված հաճույք հաստանում Նիկոլ Փաշինյանի ստերին խաբվելուց, մի մարդկանց մի խումբ էլ կարող է հաճույք հաստանում ընդդիմադիրների, այսպես կոչված ընդդիմադիրների ստախոսություններից հաճույք ստանում։ Դա արդեն ճաշակի հարց է։ Անձամբ ես չեմ սիրում, երբ որ ինձ խաբում են, եւ ես ուզում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինպես են մտածում, ովքեր չեն սիրում, որ իրենց խաբում են, բայց հիմա իրանց համար հատուկ դա բացատրում եմ։ Հաջորդը այս խոսությունը շատ հետաքրքիր դրսևորումներ է ձեռք բերում։ Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք հայտարարում են, որ impeachment-ի գործընթացը լուրջ չի։ Հասկանում եք, կրկնում եմ, իրանք ասում են դա լուրջ գործընթաց չի եւ իրանք չեն կարող միանալ անլուրջ գործընթացի։ Այդ падգամավորներից, այդ նույն բառը ասող падգամավորներից, այդ նույն падգամավորին ես տեսել եմ ազգային ժողովի բակում ընդդիմադիր падգամավորի մասին է խոսքը, վիդեո կա այդ մասով էլի։ Ազգային ժողովի բակում ԿՊ-ական падգամավոր Լուլուի հետ Սակուրայի ծառերի վրա թիթեռնիկներ կախելուց։ Այսինքն այդ մարդը մտածում է, որ impeachment-ի գործընթացը լուրջ չի, բայց Լուլուի հետ ազգային ժողովի հայաթում ծառերի վրա թիթեռնիկներ կախելը, այդ մասին տեսանյութ անելն ու տարածելը լուրջ է։ Սա եւս կրկնում եմ, ստախոսությունների ժանրից է։ Impeachment-ի գործընթացը առավել քան լուրջ է, եւ impeachment-ի գործընթացը առավել քան հաջողվելու հնարավորություն ունի եւ գնալով շատ ավելի մեծ թափահավաքում մարդկանց շրջանում եւ հանրության շրջանում։ Հետևաբար ընդդիմադիր падգամավորներին առայժմ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, առայժմ բարեկամաբարի վրա խնդրում եմ շեշտը դրեք։ Խորհուրդ եմ տալիս ոչ թե փախնել անարդյունք, որովհետեւ երբեք չեք կարողանալու փախնել impeachment-ի գործընթացի անխուսափելիությունից, ինչ-որ մանկական արդարացումներ, նիկոլական ստեր հորինել, պահկվել, թաքնվել, չգիտեմ, էշեշ դուրս տալ ամեն միկրոֆոնի առաջ, ոչ թե տենց բաներով զբաղվել, այլ կենտրոնանալ impeachment-ի գործընթացի վրա։ Սա ես առայժմ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որովհետև հետո հետագա process-ների ընթացքում այլևս կարող է բարեկամաբար խորհուրդ չտամ։ Impeachment-ի մասով մենք բոլորս հանրությունը հատ-հատ ճշտելու ենք, հատ-հատ, ոչ թե խմբակցություն առ խմբակցություն, բոլոր 107 падգամավորների անհատական տեսակետները impeachment-ի վերաբերյալ։ Վստահում են արդյոք նրանք Նիկոլ Փաշինյանին, թե չեն վստահում նրանք Նիկոլ Փաշինյանին։ Դա հատկապես վերաբերվում է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող падգամավորներին, արդեն նրանցից շատերին շատ վերապահումներով եմ սկսում ընդդիմադիր անվանել։ Այնպես որ падգամավորներ, եթե ցեզ մեկը հույս է տվել, որ դուք ինչ-որ ձևով, ինչ-որ տենց կրուտիկներով, լղոզումներով, ստերով, անամոթ ստերով կշարունակեք ինչպես արել եք նախկինում, կշարունակեք հետաձգել impeachment-ի գործընթացը, որը միակ հնարավորությունն է իշխանափոխության այս պահի դրությամբ, տարբեր մանկական պատճառաբանություններ մեջտեղ բերելով։ Եթե ձեզ թվում է, որ ժողովուրդը խոտ է ուտում, ձեզանից տգետ է, ձեզանից անհասկացող է, ձեզանից քյալ է, ասենք դուք էլ տենց բան եք, էլի, շատ խելացիներն եք ու շատ շուստրիներն եք ու շատ լուրջերն եք, տենց ձեր համար էլի, հավեսով նստած եք, մենք էլ տենց չշուստրիներն ենք, էլի, չլուրջերն ենք, անլուրջ մարդիկ ենք մենք հանրությունով, լուրջը դուք եք։ Այդ ձեր լուրջ
գործունեության մասին, թե ինչ եք արել դուք այս վերջի տարիներին լուրջ գործունեության արդյունքում ձեր, մենք առանձին կխոսանք։ Այս պահի դրությամբ կա 0 արդյունավետություն, ընդդիմադիր падգամավորների գործունեության մասով 0 արդյունավետություն։ Բայց մի արեք նենց, որ հատ-հատ, անհատապես սկսեմ անդրադառնալ արդեն ամեն մեկի արարքին, ամեն մեկի գործողությանը, ամեն մեկի գործունեությանը։ Իմ բարեհամբույրությունը, իմ բարեկրթությունը, իմ քաղաքավարությունը խնդրում եմ չշփոթեք թուլության հետ։ Խնդրում եմ չշփոթեք միամտության հետ։ Սա ձեզ ուղղակի առայժմ բարեկամաբար դեռևս խորհուրդ եմ տալիս։ Այն մարդիկ, ովքեր ձեզ դրդում են նման հիմարություններ դուրս տալուն, իրանք անվտանգ ապահովության զոնայում են գտնվում։ Այսինքն ըստ էության իրանք այս impeachment-ի գործընթացի ուղիղ թիրախներ չեն։ Ուղիղ թիրախներ դառնալու եք դուք ձեր գործունեությամբ կամ ձեր անգործությամբ։ Ես չգիտեմ դա ոնց կստացվի։ Մենց որ նորից եմ ասում, բարեկամաբար, առայժմ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս։ Չեմ ուզում ձեզ որպես բարեկամներ կորցնեմ այս փուլում։ Խորհուրդ եմ տալիս։ Մի ինգեք տարբեր մարդկանց խելքին, մի փորձեք տարբեր մարդկանց քաղաքական կապրիզները իրականացնողները դառնաք ազգային ժողովում, մի դարձեք ինչ-որ մարդկանց ռեսուրսներ, ինչպես դա ներկայացվում է շատ տեղերում, ունեցեք սեփական կարծիք, սեփական համոզմունքներ եւ անխուսափելի impeachment-ի գործընթացին, դա անխուսափելի է, ուղիղ մասնակցություն եւ ակտիվ մասնակցություն ունեցեք, նվիրված, իրական, արդյունավետ մասնակցություն ունեցեք, որպեսզի մենք միասին բոլորով այս սկսված աշխատանքը շատ ավելի արագ քանդականենք առանց ձեզ եւ ոչ այդքան ցավոտ ճանապարհով ձեր համար իրականացնենք, գլուխ բերենք ու հասցնենք իր վերջաբանին։ Ինչպես Շամշադինում են ասում, up to you։ Լավ մնացեք, կհանդիպենք ընթացքում ես հաստատ հատիկ պատասխանելու եմ բոլոր այդ կեղծ թեզերին։ Առ այս պահը impeachment-ի դեմ որևիցե նորմալ բովանդակային հակադարձում հարգելի ժողովուրդ ջան չկա։ Ոչ մեկ մեզ չի ասում, այսինքն impeachment-ը չի ստացվի, որովհետև ես իմիջ։ Չկա տենց բան։ Մարդիկ փորձում են ոչինչ չանել, որ նորից ստանան ձեր քվեները ինչ որ բան անելու խոստումով։ Չէ՞ մարդիկ փորձում են տենց լրվցնել իրենց համար, ազգային ժողովի ինչ որ տեղեր զբաղացնեն, միջազգային պայեստ կեքի գնան, հանրության հաշվին, ինչպես Պանիկովսկին էր սիրում ապրել, հանրության հաշվին։ Իսկ ինչպես գիտեք, հանրությունը դա չէր հանդուրժում, ինչը ըստ էության հանգեցրեց Պանիկովսկու այդ հակասությունը հանգեցրեց Պանիկովսկու մահվանը։ Որպեսզի չընկնեք Պանիկովսկու օրը, ուրեմն մի կենտրոնացեք հանրային բարիքներից օգտվելու ուղղությամբ, պայեստ կեկ, պատավատներ, բարձր աշխատավարձներ, պատգամավորական կոռը չկա, այդ դրա վրա մի կենտրոնացեք։ Դուք դա կարող եք չունենաք։ Եթե այս գործելավոճն եք ընտրել, այս Նիկոլի գործելավոճն եք ընտրել, ուրեմն տարբերություն չկա Նիկոլին մարդիկ ապագայում ձեն տան, թե ձեզ երկուսն էլ այս պահի դրությամբ ստախոսության նորանոր ռեկորդներ են գրանցում։ Լավ եղեք, կհանդիպենք։